Պայլիս բոլորիդ գույրերի վեղբայրներ, աղոտկոմ ուղրզանքներոջ առաջնորդությունը խնդրել իր խոսքին համար։ Դեր շնորհակալ ենք քեզի դերունական այս սուրբ օրվան համար, որ մեզի կյանք տալով քո ներկայության հավաքեցիր։ Գաղութենք ով հայր, որ այսօր քո խոսքդ օրհնություն դարձնես մեզ ամեն մեկուն, մեր հոգիներով դեր անոթի եւ ծարավ են քո խոսքերուդ։ Եկած ենք որ տուն լեցնես սանոնք, որովհետեւ ով դեր կարող լանք քո պարկի համար ապրիլ ու քեզ բարավորել։ Միածին որդվույթ Հիսուս Քրիստոսի անունով կխնդրենք եւ քո պարկի համար։ Ամեն։ Ստրերհեր, մեր այսօրվա բատկամի նյութը հետևյալ հարցումը բիդելլա։ Ուր գուզես հաստատվիլ։ Մարդիկ դարբեր բնույթ ունեցող էակներ են, իրենց նիստուգացով, սիրած բաներով եւ նախասիրություններով, որոնք առասարակ դուրս կգան իրենց մեջ եղող համոզումներ են, նախընտրություններ են եւ նաեւ իրենց ունեցած հետաքրքրություններ են, որով կհամոզվին ապրիլ իրենց նախընտրած ու սիրած կյանքերը։ Որոշում արած անոր գերբին, որ հարմար կտեսնեն իրենց էությանը խառնվածքին ու կորթեքրեն զայն ապրիլ ու շարունակել անոր մեջ անփոփոխ կերպով մինչև որ ժամանակները ստիպեն որ փոխեն զայն առհասարակ մարդիկ որոշում կառնեն իրենց դեսածովն ու լսածովը ընելու այն բաները որոնք իրենց աչքերուն հաճելի կթվին լալ ու ախորժելի լսածներուն մորնալով ամեն բան, որ գրնա վտանգել իրենց թիրքը, անունը եւ հրճակը։ Վերոհիշյալ վիճակներեն շատեր անցած են պատմության ընթացքին նշանավոր մարդիկ, որոնք կամովին հանձնված են իրենց տեսածին ու լսածին, ու մտադրած են իրենց փառքի հասցնող հազար մղոնին առաջին քայլ առնել ու շարունակել անոր մեջ եւ սակայն այդ երազային ցեղեցիկ փապակի ընթացքը ոչ թե հասցած է զիրենք փառքի հաբա գադարյալ ընկճվածության եւ արհավիրքներու սիրելիներ եթե աշխարհիկ անձնավորությունը այս տեսակ քայլը առնելու լա բնական երևի որով գուզե փառքի ու մեծության հասնելով վայելել աշխարհի դված ամեն տեսակ հաճույքները եւ սակայն աստուծո ջամփանքի ծող ու այդ մտնոլորտի մեջ ապրած ու մեծած անձը եթե այդ տեսակ քայլ մարնե ինչ ալլան բաժարները երբեք արդարացի պիտի չլա այդ որպես օրինակ մեր այսօրվա նյութին հերոսը պիտի լա Աբրահամի եղբորորդին Ղովդը իր հորը Արայի մահեն վերջ գանցնվի իր մեծ հոր Թարայի օկադարության որը զինք նաև իր որդին Աբրահամը ու հարսը Սարան առնելով քաղտիացիներու քաղաքեն ջամփագել է որովհետեւ Կանանու երկիրը յետա գահասնի խարան որ այսօրվա Իրաքն է ու գտնագի հոն սակայն Թարա խարանի մեջ գմահանա ու դերը գխոսի Աբրահամի որ ցկե իր երկիրը ասկականները ու հորը դունը
ու երթա այն երգիրը, որ ցույց պիտի տա իրեն, խոստանալով, որ զինք մեծ ասկմը պիտի ունե, ու մեծնե իր անունը, ու օրհնություն դարձնե զինք երկրի բոլոր ազգերուն։ Աբրահամ 75 տարեկան էր, երբ իր դիկնոջ Սարայի հետ Խարան ելավ, ու Ղովնալ իր հետ գնաց։ Իրենց հետ առնելով Խարանի իրենց ունեցած զարաներն ու ստացվածքը, որովհետեւ Քանանու երկիր երթան։ Եվ Հայր Աստված Սենար երկրի մեջ եղող Բաբելոնի աշտարակի շինությունը չեզոքացնել է վերջ, դեսագավոր լեզուներով երկրի երեսը ծրվեց ժողովուրդը։ Ու սկսավ բոլորովին դարբեր ծրագրի մկորզատրության, մեջտեղ բերելու ազգը, որ իր սեփական ժողովուրդը լա։ Ու զինք պաշտե, զինք բարձրացնե, ու իր անվանը փառք բերե։ Ինչպես շրեղեղի ժամանակ Աստված ապագանած աշխարհի բջացած մարդկութենեն նոյը ընտրեց, որովհետեւ իր ստեղծած մարդուն ապրելու արիթմը եւս տա։ Նույնպես Հայր Աստված Աբրահամ ընտրեց, որովհետեւ իր ծրագրի կորզատությունը սկսի։ Ու այսպես Աբրահամ առանց գիտնալու թե ուր պիտի երթա, անկիդագից ճամփագել է։ Իսկ Ղովտ միշտ իր հետ գնաց, ուր որ Աբրահամ գնաց։ Ու Աբրահամ միշտ դեպի հարավ ճվելով գահասնի Քանանու երկիր։ Ու Փեթելի մոտ դերոջ սեղանը գշինե ու դերոջ անունը գանչե։ Ժամանակ մտսովի պատճառով Եգիպտոս երթա, Ղովնալ իր հետ, սակայն Սուրբ Գիրքը գսետ է, Ղովնալ Աբրահամին ման ոչխարներ ու արջարներ ու վրաններ ուներ եւ դժվարություն գար միասին ապրելու, որովհետեւ երկիրը ուր որ գաբրեին բավարար չէր անոնց։ Ղովդի եւ Աբրահամի հովիվներու մեջ միշտ վերջ կծակեր։ Եվ Աբրահամ խոսելով Ղովդի աղաչեց, որ իրար մեծ արվին, ու եղբայրը լալով վեճեր չունենան իրարու հետ ու զատվեցան։ Աբրահամ Քանան երկրի մեջ բնակություն հաստատեց, իսկ Ղովդ, երբ աչքերը վերցուց սկսե գիրքը, ու հորտանանի այն գոմը նայեցավ, եւ դեսավ, որ ամենտեղ չրարպի էր, թեպի այդ կողմը ուղղվեցավ, ու Տաշտի քաղաքներում մեջ բնակեցավ, ու իր վրանը Սոթոմ քաղաքի կողմ բացավ, որում մարդիկը խիստ չար ու մեղավոր էին դերոջ առջև։ Սիրելիներ, Եբրայեցված ունեցած համոզումին համեմատ քալելը իր 4 կողմով հետաքրքրվիլ կնշանակե։ Գենալը ժամանակավոր գերբով վրան լարել ու վերջը հերանալ, իսկ նստիլը դեղմը վերջնական գերբով հաստատվիլ իմաստ ուներ։ Եվ այս էր որ Ղովդ դրավ Աբրահամեն զատվել է վերջ, քալեց քնած 4 թին գիտեց ու իր հավնած դեղը գեցավ ու վրան լարեց, որ մե վերջ մտավ Սոթոմ քաղաքը ու գայք հաստատեց անոր մեջ։ Հակառակ անոր որ ինք գաբագի չեր Սոթոմի ժողովրդին հրաչարություններուն արդարը լալով իր հոգին գդանչվեր։ Ինչպես որ Պետրոս Արաքյալ իր երկրորդ թուղթին ու երկրորդ գլխում 8-րդ համարի մեջ կհիշեցելով, բացնզի այն արդարը անոնց մեջ կենալով, աչքովը տեսնելով ու ագանչովը լսելով, օրե օր իր արդար հոգին գդանչեր, անոնց անորեն վարկովը։ Սակայն
իր ունեցած թիրքը ու բադգարելի ըլլալը ստիպած էին, որ շաղվեր քաղաքի ժողովրդին հետ ու նույնիսկ սոթոմացի փեսաներ ունենալ եւ այս ձևով վերջնական հաստատվել Սոդոմի մեջ ու ավելին որպես քաղաքին երևելի մարդոցն մեկը լալով նստիլ սկսավ քաղաքին տրան արչև քաղաքին մեծերուն հետ որպես քաղաքին պաշտպանները մեկը մտնող ելողները քննելու երկիրներու ներկայացուցիչներ ու բادرակներ ընդունելու ու նաև պետք է լալիք հոգադարությունը դելու անոնց այսինքն գադարելապես նվիրված ու հանձնված Սոդոմ քաղաքին ու նաև բնակչության ապահովության ու գոյատևման սիրելիներ գուզենք Աստծո խոսքին լույսովը քննել ու տեսնել վիճակը ու հասած դեղը ովդի որ Աստվածավախ հորեղբորմը ներկայությունը եւ առաջնորդությունը վայելած էր երկար դարիներ եւ սակայն շեղելով այդ սրբանվեր կյանքեն ուր էր հասած սիրելիներ Աստծո օրհնյալ խոսքով Սաղմոս առաջինով պիտի քննենք ու տեսնենք թե ուր էր հասած ողջ այս երբեմնի հավատացյալ մարդը Սաղմոսը կսկսի երանի դալով այն մարդուն որ ամպարիչներու խորհրդին մեջ չի գալեր ամպարիչները սիրելիներ երբեք բարի խորհուրդներ չեն ունենալ անոնց բոլոր խորհուրդները մտածումն ու գետրոնացումը գլա միայն իրենց անձը կոացնելը ամեն կնով առանց նկատի առնելու իրենց շրջապատը իրենց անունը ու իրենց վարքին խաթարվելը եւ ինչ էր որ ով դրավ արդյոք չեք կարծեր որ իր անձը կոացնելու համար քեղադեսիլ ու չրարպի Սոդոմ անդրեց որովհետեւ իր կյանքը զեխությամբ եւ ուրախությամբ անցնե առանց հաշվի առնելու իր հորեղբոր սրբագիած կյանքը ու նաև իր մաքուր անունը որ կապված էր հորեղբորը ու նաև անոր աստվածահաճո սկզբունքներուն ու գործերուն սակայն աշխարհի սերը ու փառքը շլացուցած էին զինք որբեսի քալե ամպարիչներու խորհրդի մեջ առանց որևէ բան հաշվի առնելու Սաղմոս 2-ն գշարունակելով ու մեղավորներուն ջամփում մեջ չգենար իսկ որոնք են մեղավորները եթե ոչ անոնք որոնք իրենց նպատակ ըրած են այնպիսի կյանքեր որոնց մեջ փարոյականի հաշիվ երբեք չկա իրենց մոտ հապա միայն հաճույք կառնեն մեղք գործելով որովհետև հագամետ են չարության մեղքը իրենց հոգվույն արմադրած են որ մեթուրս կուկան միայն դեխած բդուղներ եւ որոնք աստվածավախ մարդոց հանդեպ ունին գադարյալ ադելություն ու անբացատրելի ու աներևակայելի խիստ ու անպարտաբան գեցվածքմա որովհետեւ չլա թե զիրենք խայդարագեն ու իրենց կորձերուն խառնվին որովհետեւ ազատ գերբով գարենան իրենց մեղած կյանքը ապրիլ Սաղմոս 2-ն նաև իսե թե ծաղրը նողներուն նստած դեղը չնստիր սիրելիներ երբ հարց կուտանք թե մարդ ինչու կծաղրե որու կծաղրե եւ ինչ կշահի ծաղրելով մեր աչքին առջև գուքան երկու տեսակ մարդիկ որոնք բոլորովին դարբեր ու հագարակ նկարակիրով ուժդված են մեկը բարեմաստություններով լեցուն
գլա իսկ միսը անպարո մեկը բարձր ու քեղեցիկ նկարակրով օժտված գլա միսը գադարել աբես աննկարակիր մեկուն խոսքերն ու կորձերը փարիկ եւ իմաստություն հարաճ կբերեն իսկ միսինը անեցք ու քայքայում մեկը արդարության ջամփային գկալե ու ասված կհաջեցնե իսկ միսը իր լկնի խոսքերով ու ծաղրական բարմունքներով ադելի գտարնա ու չարին գծարայե ուրեմն սիրելիներ այս երեք վիճակները չսիրող մարդը բնականաբար պետք է սիրե աստվածահաճո կյանքը սիրելով նաև անոր օրենքի խոսքերը որոնց վրա ցերեկ ու քիշեր կմտածե որովհետեւ անոր մեջ քրվածները բահե ու գադարե իսկ երբ հավատարմությամբ այդ օրենքներուն հնազանդի անիգագսե ճուրի ջամփաները դնգված ծարիմը բես բիդելլա եւ ոչ թե այն ծարին որ ոչ չոր դերմը մեծածը լալով որևէ հմայք չունի ոչ քեղեցկություն ոչ կանաչ տերևներ հապա բոլորովին լերկ միայն չորցած ջուղեր իր վրա իսկ ճուրի ջամփաներուն վրա դնգված ծառը բարձր կանաչ տերևներով օժտված գլա ու գմնա անթարամ ու հաջելի դեսքով ու որը իր շրջապատը կերծկացնե եւ հոգնած ջամփորդները իր շուքին դակ կհանգչեցնե ու ոչ թե միայն այդ հապա գսե թե խոսքը թե իր ժամանակին իր բդուղը գուտա անոր դերևը երբեք պիտի չտապի եւ ինչ բան է որ պիտի եւ ինչ բան որ ընե պիտի հաջողի եւ այս քեղեցիկ Սամոսը իր վերջին 3 համարներուն մեջ գեզրագացնելով այսպես չեն ամբարիշները հաբա մղերի բես որ հովը գծրվե ասուրամարգսե ամբարիշները Թադաստանի մեջ պիտի չգարենան յենալ ոչալ բեղավորները արդարներու ժողովին մեջ վասնզի դերը գջանչնա արդարներուն ջամփան բայց ամբարիշներուն ջամփան պիտի գործվի սիրելիներ չենք գրնալ ուրանալ այն ճշմարտությունը թե Ղովդի օրերուն այս օրդյալ Սամոսը դակաբին գրված չէր ու Ղովդ բացարձակապես անդերյակ էր հետակային գրվելիք այս օրդյալ խոսքերուն որբեսի գարտալով կամ լսելով ու շատիրը լար իր արնելիք որոշումներուն իր կորձերուն ու իր կյանքին եւ սակայն Ղովդ ալ ավելին ուներ ան իր թեմ ուներ խոնար հավատարիմ ու արդար հորեղբայրը որ իր ամբողջ հոգեգան պետքերը լեցուցած պետքեր որը լար իրենց երկար դարիներու կյանքին ու հարաբերության ընթացքին արդարության մեջ եւ ինչպես լալը արդարության ինչ եւ ինչպես լալը դեսած էր ու սորված էր եւ սակայն իր մեջ աշխարհի սերը ավելի զորավոր լալով չգրծավ հագաթարցել այդ մեղքի ուժին ու դերի դալով իր հորմեն սորված հավատքի ու արդարության կյանքին ընդրեց մեղքի քաղաքը Սոդոմա ու կնաց ու ներս մտավ անոր լայն թտնեն այն թուրը որ մեր դերը զսկուշացած էր ամփոխը որ անգետ չմտնեն որովհետև այդ լայն թուրը սա մեր դերը դժոխք տանող թուրն է որ հոգիներ կորստյան կմատնե
ուղով ներս մտավ այդ գրավչությամբ լեցուն քաղաքի լայն դռնեն որ մեներս առաջին բանը որ դպավորեց ինք այդ քաղաքի բնակիչներուն սանցարցակ ազատություններ ամեն բանի մեջ հագարակ որ իր դեցածները լավ դպավորություն չթողուցին իր վրա եւ սակայն իր գամքով դրաձեր այդ քաղաքը ուստի հոնալ հաստատվեցավ որովհետև ետ դառնալը անհնար նկատեց ու հոն մնաց գամա դե ագամա ոնդանյոք երկար դարիներ ապրեցավ ժամանակը վերջ ինչպես հիշեցինք քաղաքին երևելի անձերը մեկը լալով սկսավ քաղաքին տրան արջև նստիլ ուրիշ երևելի անձերու հետ ու հարադև անոնց անվայել խոսքերը լսեց և նաև անոնց խոսակցության ծաղրական ոճը և սակայն չկարողացավ անոնց այդ խոսքերուն թեմ տնել ուստի բաց մասնակից դարձավ անոնց անբարո խոսքերուն ու ծաղրական արտահայտություններուն որովհետև այն թուրը որը առջև նստած էր գորստյան դանող դժողքի թուրներ որ մեներս դարիներ առաջ մտածեր և այսպես ղովդ անցուց իր դարիները մեղքերու դիրմ դարձած և անպարոյության կակատներիդին հասած Սոդոմ քաղաքի մեջ գադարել ապես հոգնած թե միտքով ու թե մարմնով և որովհետև սորված էր արդար յանքի սկզբունքները իր հոգի դանչանքը իդես այս բիրծ քաղաքի ահրելի մեղքերուն երբեք չանջեցավ հոգին դանչանքը երբեք չդադրեցավ մինչև այն օրը երբ ինք նստած լալով Սոդոմի տրան առջև երկու հրեշտակներ եկան ու իր հոգուն մեջ զգաց որ անոնք դերոճմե այցելուներ են ու իրենք թիմավորելով երեսի մինչև գետին ձրելով խոնարհություն հրավ անոնց ու առաջարկեց անոնց որ իր դունը մտնեն ու իր քով քիշերեն սակայն անոնք արարգեցին թե քիշերը փողոցը կմնան և սակայն ղովդի բնտումին վրա դեղի տալով մտան ղովդի դունը սիրելիներ մնացյալ պատմությունը բոլորի դա ծանոթ է արդեն սակայն հստակ լա մեզի որ ղովդի փրկությունը Սոդոմի վրա դեղացող գրագեն ու ձծումփեն հոր աստծո ողորմությունն էր որ հասավ ղովդի իր հորեղբոր Աբրահամի սիրույն համար սիրելիներ մինչև մեր օրերը հայր Աբրահամ գհիշվի ու գհարկվի որպես ասկերու հայր գրեթե բոլոր ասկերու մեջ ներկայիս ծնող արուներ կունենան Աբրահամ անունը որպես պատվական անուն մանավանդ միջին արևելքի հիմնական երեք մեծ գրոնքներու ժողովուրդներու մեջ քրիստոնեություն, իսլամություն և հրեաները որոնք հարադևորեն կքնահատեն և կպատվեն հայր Աբրահամը որպես արդար ու պատվարժան անձմը անգացկած սակայն ուր է ղովդի հիշատակությունը այս բոլորի մեջ անլավ հիշատակը չթողուց մարդկության հրեշտակներ Սոդոմի գրագեն փրկելու համար զինք դուրս բերին արդորնոք ու սինթե սեկովր կոչված այդ բզդի քաղաքը փախչին գնգան և աղջիկներուն հետ փախուստի ժամանակ գինը աղեարցան դարձավ յետին նայելով իսկ ինք վախնալով
սեկովրի մեջ ապրելու լերան մը քարայրին մեջ ապաստանեցավ երկու աղջիկներ են սերունդ առաջ բերավ Մովապ եւ Բենամի անուններով որոնք հետագային քաղաքներու անուններ եղան որ մեբերցնալ Գովդի անունը իսկ չի հիշվիր որը արդեն ձեռացած լալով դխուր վերջավորություն ունենալով հիշադակնալ մորցվեցավ Սիրելիներ մեր այսօրվա դրած նյութը սոտոմներ մեղքերու այդ անզուգական քաղաքը եւ անոր քաղաքացին դարձող Գովդը հայրացված Աբրահամը եւ զինք դուրս երհանած հետանոսներու երկրեն որբեսի դանես իրենք գատ ու մեղր փոխող խոստացյալ երկիրը որբեսի հոն լան օրտնյալ ասմը զինք բարավորելու ու զինք մաշտելու Աբրահամ հնազանդությամբ կալեց այդ ճամփեն ու հավատարմորեն ընթացքը ավարտեց ու աննման հիշադակ մտցկեց իր յետին սակայն Գովդ շեղեցավ իր ճամփեն սխալ ընդրություն ունելով սխալ դեր հաստատվեցավ ու նաև ցավալի ու խղճալի վերջ ունենալով հիշադակն մորցվեցավ Սիրելիներ թերևս այսօր մեր ներկայի աշխարհը Սոդոմ եւ Գոմոր քաղաքներու վիճակեն շատ ավելի քեշ վիճակի բացած է մեղքերու թիվը եւ դեսագը շատ ավելի բազմավատված է այսօր քան ինչ որ գար Սոդոմի մեջ ու նաեւ յանքը վայելելու միջոցները շատ ավելի են թե թիվով եւ թե գեղեցկությամբ որոնք մարդը իրենց կքաշեն սիրելիներ այսօր հավատացյալներ գտնվին շատ վտանգավոր մարդահրավերներու առջև ներկա աշխարհը լեցծած անթիվ եւ անհամար մեղքերու դիմաց չմորդանք մեր Աստծո զավակը լալը ու մեր սուրբ գոչումը աշխարհի մեջ որպես աղ եւ լույս ու չլա որ մենք սխալ ընդրություն մնելով հաստատվել պապակենք այս մեղած աշխարհի կյանքին մեջ սիրելիներ բահենք մեր աստվածահաճո թիրքը չարության եւ մեղքի կյանքին ոչսելով մնանք Աստծո օրդյալ գամքին մեջ ու իր սուրբ ներկայության մեջ որբեսի չգործվենք ու ժառանգագից դառնանք Դեր Հիսուս Քրիստոսի ու ապրենք իր հետ հավիտյան Դեր օրհնեցես եւ օրհնյալ օրում վարկե բոլորիս իր բարքին համար ամեն